Սատանան ինչ արեց, Ադամին գերի վերցրեց մարդու բնությունը։ Դրա համար հայրը տեսնելով իր որդուն աղարկում, որ սատանայի գերությունից ազատի իր զավակներին, իր արարչագործությունը, իր ստեղծված մարդուն, որպիսի փրկի սատանայի գերությունից։ Դրա համար եկեղեցում խորհուրդ տրվեց, սուրբ խորհուրդ ապաշխարությունն է, չէ, որ Խոստովան ասում է դարձյալ տամ քեզից խորհուրդը սուրբ եկեղեցու, չէ, քանան արձակում իշխանություն տվեց արձակել, որտեղ մարդ որ մեղքի մեջ է, ինքը ընկնում է սատանայի կապանքների մեջ։ Ու մարդկությունը դժոխք էր գնում, սատանայի գերության մեջ էր։ Քրիստոս նաև դժոխքել իջավ։ Դժոխքել իջավ մարդկանց ընդից սատանայի գերությունից ազատեց։ Այսինքն որ ասես նայեն Քրիստոս այնքան բան արեց, դրա համար ինքը եկավ Պողոս առաքյալի խոսքերն ասում է, դուք գնված եք ոչ թե ապականացու ոսկիով եւ արծաթով, անգին տիրոջ արյունով եք գնված։ Ու այդ արյունը որ թափվեց, սատանայի ձեռքից մեզ գնեց։ Դրա համար էր փրկությունը, որ պետք էր ծնվեր, որ մեր բնությունը բժշկեր ընդեղից։ Իսկ եթե գար մեկը լոփ հայտնվեր մի տեղից, հա, 30 տարեկանում, ինքը չէր բուժին մեր բնությունը, մեր ադամական մեղքը, ու եթե ինքը եկավ մկրտվելու, օրինակ ինքը պետք չուներ մկրտվելու, ջուրը մտնելու, հա, ինչու եկավ, դա մի կողմից ինքը տարեր կմաքրեց ջրի մեղքից, մյուս այդ սատանայի իշխանությունից, մյուս կողմից էլ ինքը մեզի օրինակ ցույց տվեց, եթե ես եմ մկրտվում, որը պետք չունեմ, իսկ դուք պետք ունեք, դուք պետքա մկրտվեք, ինքը նաև օրինակ մեզ բերեց, էլի։ Դրա համար այդ տարերքը մենք 4 տարեր կա, չէ՞։ Հող, ջուր, օդ, կրակ։ Ինչու ենք մենք մեր երկրագունդը ինչ ենք ասում։ Ինչ բառ ենք ասում։ Տաթևացին ասում է, ինչ է երկիրը։ Բաղկացած է ինչից, երկու իրից։ Հող եւ ջուր։ Դրա համար Քրիստոս եկավ ջրով մկրտվեց, որ ջուրը բժշկի, գերեզմանը դրվեց, որպեսզի հողը բժշկի։ Երբ որ համբարձավ, օդն ու կրակը բժշկեց։